Հունիսի 7-ի ընտրության օրը սպանված 27-ամյա գոռը մահացել է հոր ձեռքերի մեջ, եղել են 4 հոգով, կա կալանավորված։ Միջադեպը սկսվել է այն բանից, երբ անչափահաս տղան հայոյել է 27-ամյա գոռի հորը։ Իսկ հիմա ամեն ինչի մասին ամենասկզբից։ Հունիսի 7-ին Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն բժշկական կենտրոններից մեկից ահազանգ է ստացվել, որ ժամը 19:55-ին կտրած ծակած վերքերով բուժօգնության է տեղափոխվել 27-ամյա մի երիտասարդ։ Արտաշիսյան փողոց մեկնած համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժնի եւ քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները պարզել են, որ ըստ նախնական տեղեկություններին մեքենան արագ վարելու հարցի շուրջ վիճաբանություն է տեղ ունեցել մի խումբ անձանց միջև, ինչի ընթացքում նրանցից մեկը դանակահարել է 27-ամյա երիտասարդին։ Ոստիկանների օպերատիվ միջոցառումների արդյունքում պարզվել է նաև, որ դանակահարողը Երևանի 16-ամյա բնակիչ է։ Դանակահարության մեջ կասկածվող անձը եւ միջադեպի մասնակիցները հայտնաբերվել են, ձերբակալվել են։ Դեպքից որոշ ժամանակ անց Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ բժշկական կենտրոն տեղափոխված 27-ամյա երիտասարդը մահացել է։ Արմնու լրատվականին հունիսի 7-ին տեղ ունեցած միջադեպից մանրամասներ են հայտնի դարձել։ 27-ամյա գոռը հոր հետ գնացել է շինանյութի խանութ գնումների, քանի որ այս ամսվա վերջ պատրաստվում էր իր հարսանիքին։ Վերջիններիս իբր մեքենան արագ վարելու հետ կապված հայհոյանքներ են տվել։ Հայր ու որդի կանգնել են հասկանալու համար, թե ինչու են այդքան ագրեսիվ արձագանքել իրենց մեքենան վարելու հետ կապված։ Որից հետո 16-ամյա տղան, որի հետ եղել են եւս 3 անձիկ, հայոյել են գոռի հորը, եւ 16-ամյա տղան հանել է դանակը ու հարվածել 27-ամյա գոռին։ Հոր ձեռքերի մեջ 27-ամյա գոռը մահացել է։ Արմնու լրատվականին հայտնի դարձավ, որ 27-ամյա գոռը 44-օրյա պատերազմի մասնակից է եղել, ունի եւս մեկ եղբայր։ Սպանված գոռի հարազատներից մեկն էլ գրառում էր կատարել ու արդարություն էր պահանջում։ Մեր գոռը էլ չկա։ Մարեցին այս տանջրակը։ Ոճրագործի ձեռքով կյանքից զրկվեց գոռս, իմ աղբերս, մի երիտասարդ, որ նոր էր սկսում ապրել։ Ոչ ոք կյանք չի տվել, որ կյանք խլի։ Ոչ ոք իրավունք չունի մարդու շունչը կտրելու, երազանքը կիսատ թողնելու։ Գոռս նշանված էր, մի ամսից պիտի հարսանիք անեինք, տունը լցնեինք ուրախությամբ։ Փոխարենը այսօր տունը լցվեց սգով։ Նրա ձեռքը մնաց օդում չհասած հարսի ձեռքին։ Նրա երազած կյանքը մնաց չսկսված։ Չենք չարանալու, չարությունը նոր չարություն է ծնում, չենք նվաստացնելու ոչ մեկին, որովհետև մարդկայինը կորցնելով ինքներս կդառնանք նրանց նման, ովքեր խլեցին գոռիս կյանքը։ Քիչ առաջ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեից Արմնու լրատվականին պաշտոնապես հայտնեցին դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում հանրային քրեական հետապնդում է հարուցվել 2 անձի նկատմամբ, որոնցից մեկի նկատմամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով սպանություն խուլիգանական դրդումներով, իսկ մյուսի նկատմամբ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ եւ 12-րդ կետերով մի խումբ անձանց կողմից սպանությունը խուլիգանական դրդումներով։ Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանամիջոց է կիրառվել կալանքը, մյուսի նկատմամբ կալանքը որպես խափանամիջոց կիրառելու միջնորդություն է ներկայացվել դատարան։ Նախաքննությունը շարունակվում է։